Բոլորդ շատ լավ գիտեք կարևորությունը այս ոլորտի, իրականում ֆրոնտային գծի վրա աշխատող կառույց է։ Ինչ խաղի կանոնների մասին ենք պայմանավորվելու այսօր եւ ոնց ենք շարժվելու առաջ։ Մենք կառավարության ծրագրի մեջ համատեղ ձեր հետ կազմել ենք այն ուղղությունները, միջոցառումները, որը որ ՊԵԿ-ը պետք է կատարի։ Մի քանիսի մասին ես կուզենայի այսօր հնչեցնել։ Եվ կառավարությունում, եւ ՊԵԿ-ում մենք ունենք խնդիրներ, երբ որ միջոցառումներ, ծրագրեր ենք նախատեսում, որպես թիրախ ընտրում ենք մեզ համար որոշակի գործարարի տիպը եւ ծրագիրը կազմում ենք ըստ դրա։ Ելնելով դրանից ստեղծել առավելագույն բարենպաստ պայմաններ օրինապահ տնտեսարող սուբյեկտների գործունեության համար։ Ինչ է նկատի ունենք։ Մենք շատ դեպքերում միջոցառումները գծում ենք, ծրագրավորում ենք մի տիպ գործարարի համար, որը որ դաշտում չի, որին պետք է որոշակի սանկցիաներ կիրառել եւ չենք մտածում այդ գործառույթները, այդ միջոցառումները ինչպես են ազդում օրինապաշտ սպիտակ դաշտում աշխատող գործարարի համար։ Հայտանիշը հետեւյալն է. եթե այդ միջոցառումները նույնիսկ կարող են բերել մեծ օգուտ, բայց սպիտակ դաշտի աշխատողի համար պրոբլեմա, այդ միջոցառումները չենք կիրառում։ Առավելագույնս կրճատել փաստաթղթերի, տեղեկանքների տրամադրման ցանկը, ժամկետները, օպտիմիզացնել սպասարկումը։ Մասնավորապես, խոսքը գնում է ոչ միայն այն տեղեկանքների մասին, որը ՊԵԿ-ն է պահանջում, այլ նաև այն տեղեկանքների մասին, որը կողքի գերատեսչություններից, հիմնարկներից անհրաժեշտ է, որպեսզի ձևակերպեք։ Դուք շատ լավ տիրապետում եք իրավիճակը եւ գիտեք, որտեղ դեպքերում է թուղթը ավելորդ։ Օրինակ սննդի տեսչություն, դեղորայքի ներկրման ոլորտում պետք է հստակ ձևակերպել խաղի կանոնները, որ այս երկրի սերտիֆիկատը մեզ համար ընդունելի է։ Լրացուցիչ սերտիֆիկատ չուզենք, պայմանական եմ ասում։ Խաղի կանոնները մաքսիմալ պարզ ձևակերպված պետք է լինեն։ Քաշքշուկը մինիմումի հասցված, տեղեկանքների քանակը մինիմումի, ոչ միայն այն տեղեկանքները, որոնք որ մենք ենք պահանջում ՊԵԿ-ը։ Այդ ոլորտում կարծում եմ դուք շատ անելիք ունեք։ Նաև պետք է մաքսիմալ ձևակերպել եւ հանրությանը հայտնի լինի, կարծում եմ այդ դաշտը կատարվում է այդ աշխատանքները, բայց համենայն դեպս վերանայել ժամկետները սպասարկման։ Ինչքան ժամկետում որ գործառույթը մենք ապահովելու ենք գործարարի, չգիտեմ, իրավաբանական անձի, ֆիզիկական անձի։ Շատ է խոսվում հսկիչ գների մասին։ Առաջարկում եմ ձեզ, ճիշտ է, այդ դաշտում բավականին աշխատանք է կատարված, բայց առաջարկում եմ ձեզ հետևյալ մեխանիզմը փորձել կիրառել։ Սահմանել հստակ այն երկրները, որոնց նկատմամբ մենք արժանահավատություն ունենք, եւ ընդունել ինվոյսի գինը, եթե իրենք ներկայացնում են արտահանման փաստաթուղթ այդ երկրի։ Խոսքը գնում է այն երկրների մասին, որտեղ որ ավելացված արժեքի հարկի վերադարձ կա։ Մի հատ նայեք այդ դաշտը, եթե մենք դրանով կանոնակարգում ենք եւ քաշքշուկը վերանում է, հսկիչ գների կիրառման դաշտը փոքրանում է, բիզնեսը հասկանում է խաղի կանոնները, կարծում եմ, որ ստեղ կունենանք արդյունք։